ու ես համարում եմ համարժեք։ Այն մարդիկ, այն քաղաքական գործիչները, որոնք վտանգի աստիճանը չեն հասկանում, այս ասպարեզից քաղաքական շատ արագ դուրս կգան, քանի որ գալիս են ընտրություններ, մարդիկ ընտրությունները իրենք կասեն, տեսակ, ինչ ահավոր պրեցեդենտ է, ինչ ահավոր հետևանքների է բերում։ Այդ խի եք լարում, շատերը լարում ես հասկանում եմ, չեն զգում դա աստիճան է վտանգի, չեն զգում, որ դա կարելի է օգտագործել Ղարաբաղի խնդրով ամրապնդելու մեր շահերը։ Հասկանալի է, չէ՞, եթե վտանգ կա ամեն մեկի առանձին հայերը, ուզում Ղարաբաղի հայերը չեն կարող լինել։ Չեն զգում, ես դա քննադատաբար չեմ ասում, հասկանում եմ, առօրյա կա, ընտանիք վայր խնդիր կա, մարդը ինչ-որ պրոբլեմներ ունի, նաև քաղաքական գործիչները մարդ են, չէ՞, բայց ես ուշադրություն դարձնում եմ, ուշադիր նայեք իրավիճակը այն է, ու համարում եմ համարժեք է, ճիշտ է դες ասեմ, դիվանագետները Հունգարիայի հետ կապնվել են, ու իմանալով, որ ես այդ կրուգերում շատ եմ լինում, կապնվել են, ասել են, մենք համաձայն ենք, որ սխալ են կատարվել, մենք էլ ճոզրճումը, լավ, խոսքեր ասեցին, հասկացան, բայց այնուամենայնիվ կոշտ քայլեր, ասեցին, բայց ինչ քայլեր պետք է անենք, որ ստացվենք։ Դեսպանի հետ կանչելով չեք ստացվի, դա բարձր կասեն անցա, ուրեմն ավելի կոշտ պետք է քայլել։ Ու հաշվի առնելով, դու գիտեք, Եվրոմիությունում Հունգարիայի պրոբլեմները, չէ, սանկցիայի տակ է հիմա, Հունգարիան Եվրոմիության ներսում անդամ է, բայց սանկցիայի տակ է, գիտեք, մի քանի օրենքներ ընդունել։ Շատ լավ է, հիմա կնապատկվեցին այդ ճնշումները, ու հետո կներեք, թող հզորությունը հայությանը իրենք տեսնեն։ Օրինակ ինչ էին ինձ ասում մի քանի մեր գործիչներ, ում ես շատ եմ հարվում Հայաստանի, երբ որ դեպատները հիշում են կենտրոնով։ Նրանք ասում մենք այդ կամ հզոր չենք, լավ, աղմուկ բարձրացրեցին, տեսա հզոր են, հեսա վարչապետին հանում են, ու ստեղ ինչա նշանակում, որ բացի հունգար ժողովրդի ակտիվությունից, պարզա, որ կապերը հունգարացիների հետ տարբեր կապեր, լրատվամիջոցներով, բաներով բավական մեծ են, գիտական մակարդակով բաներ, այնտեղ դուրս է գալիս 15-20 հազար մարդ, այդ եվրոպական երկրների համար 1000 մարդ երբ որ դուրս է գալիս, դա ահավոր բան է, դուք չեք պատկերացնում, այդ զարգացած երկրներում միլիոնավոր միտինգներ չեն լինում, 1000 հոգի դուրս է գալիս, դա շատ լուրջ միտինգ է իրանց համար, բայց 15000 դուրս է գալիս, այդ ինչ եմ ուզում դրանով ասել, որ ես ուզում եմ ասել, որ իրոք իներցիա կա, շատերը չեն զգում, որ դա պերելոմնի է, պերելոմ, բեկումնային Ղարաբաղի հարցում պահ է, բեկումնային, հասկացաք չէ, Ղարաբաղի հարցով մի հատ հիշեք, միշտ ես ասում եի, դուք եք կապնում էիք, չեք հիշում, ու ասում եք կոմպրոմիսի պետք է գնանք, պետք է բանակցեք, ես չեք ասում, ես խի ես հիմա կոշտացել էի, քանի որ այն կողմից շատ կոշտակ եք կրում, ահավոր կոշտացա, ես Ադրբեջան նկատում Կոշտանալուց հետո այսօր էլ վերցրեցին Սաֆարովին ասացեցին, հասկանում դա որակական փոփոխություն է, երբ որ ես ասում եմ կոմպրոմիս, դու գոնե անի դուրս եք գալիս ասում եմ, եթե քննարկի ենք խի Հայաստանի երկրորոշում այդ կամ կոշտան ու քննարկում էր դնում, այսօր էլ քննարկում չկա, փոխվեց դրությունը եւ ու պետք է մենք բոլորս դա զգանք